ընկերներ, կենտրոնական հանձնաժողովը այսօր արտահայտ նիստ է հրավիրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպիսով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 49,825 հազարերորդական տոկոս, Ուժեղ Հայաստան դաշինքը 23,281 հազարերորդական տոկոս, Հայաստան դաշինքը 9,934 հազարերորդական տոկոս, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,996 հազարերորդական տոկոս։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում ընտրական շեմը և չի անցնում խորհրդարան։ Համապատասխանաբար կուսակցություններն ունեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12-ից մինչև ժամը 18-ը կամ հունիսի 9-ին առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 11-ը։ Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Ընկերներ, 100,000-ավոր մեր հայրենակիցներ։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով է հանդես եկել, շնորհակալություն հայտնելով 100,000-ավոր քաղաքացիներին առյուծի պես պայքարելու համար։ Կարապետյանը հայտնել է, որ ավելի խորքային եւ մանրամասն հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների պաշտոնական հաշվարկների եւ հաշվետվությունների ամբողջական ավարտից հետո։ Շնորհակալ եմ տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս 2 օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական process-ի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզանից, դուք ձեր միջոցով, որ մեր ազգը կարողա իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ ավարտած իրապես լինի հաշվետվությունները եւ հաշվարկները։ Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են մի շարք միջազգային գործիչներ։ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձր է գնահատել ազատ ու ժողովրդավարական ընտրությունները, հաղթանակն անվանել Հայաստանի ինքնիշխանության հաջողություն եւ կոչ արել Եվրամիությանը աջակցել երկրին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը հանուն խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ մերձեցման։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը նշել է, որ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան եւ իրենք հպարտ են աջակցել այդ ձգտումներին, իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը։ Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվում էր քվեները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շտապել է հայտարարել, թե իրենք հաղթել են, ավելին, ձևավորելու են միանձնյա կառավարություն։ Այդ պահին ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր միայն 400 ընտրատեղամասերի արդյունքներ, որը կազմում էր քվեների ընդամենը 10%-ը։ Հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Մրցակցությամբ առաջատար հաջորդ ուժի Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն էլ է մամուլի ասուլիս հրավիրել գիշերը եւ հակադարձել Փաշինյանին, նշելով, որ քաղաքացիական պայմանագիրը խայտառակ պարտություն է կրում։ Վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Գիշերը իրանական հրթիռները հարվածել են Իսրայելին։ Հարձակումը սկսվել է անսպասելի։ 15 րոպեում Իրանն արձակել է շուրջ 11 հրթիռ։ Ցախալը հայտնել է, որ կարողացել են հաջող որսալ բոլոր հրթիռները, հակաօդային պաշտպանությունն անմիջապես գործի է դրվել։ Մինչդեռ համացանցում տարածված կադրերը պնդում են հակառակը։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը X-ում այսպես է արձագանքել այս գիշեր Թեհրանը պետք է այրվի։ Այս գրառումից անմիջապես հետո իրանական ուժերը հարվածել են իսրայելական Նևատիմ եւ Թելնով ավիաբազաներին։ Մայրաքաղաք Երուսաղեմում միացել են օդային տագնապի ազդանշանները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վստահեցրել են, որ Իրանի զինվորականները պատրաստ են գործողություններ իրականացնել բոլոր ճակատներում եւ պատասխան տարբերակներն էլ պատրաստ են հակառակորդի ցանկացած գործողության համար։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Իրան հարվածել է նաեւ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի բազային։ Հարվածներին զուգահեռ Իրանն անորոշ ժամանակով փակել է իր օդային տարածքը երկրի արևմուտքում։ Իրանցիներին կոչ է արվել անհարկիչ օգտագործել օդակայանները եւ հետեւել թռիչքների մասին տեղեկություններին։ Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով զոհվել է 4 մարդ։ Իշխանություններն արագ միջոցներ են ձեռնարկել բնակչությանը ժամանակավոր ապաստաններով ապահովելու համար։ Փրկարարներն արտակարգ ռեժիմի են անցել անհետ կորածներին գտնելու համար։